Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Եթերում ժամանակն է խոսել հաղորդաշարն է։ Այս պահին տաղավարում հյուրընկալում ենք քաղաքական վերլուծաբան, քաղաքական գործիչ, Բարգավաճ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Արման Աբովյանին։ Պարոն Աբովյան, նախ շնորհակալություն, որ այսօր այստեղ եք։ Շնորհակալություն հրավերի համար։ Ես միտումնավոր նշեցի հենց վերլուծաբանի կարգավիճակը, որովհետև հասկանում եմ, որ դուք մեդիայի անհրաժեշտություն չունեք, այն անձն եք, ով կարող է ազատորեն, երբ ինչ միտք ցանկանում է, հնչեցնի։ Արդյոք այդ ընթացքում դուք գտնում եք, որ բավարար է խոսել միայն համախոհների հետ եւ չշփվել այլ ուժերի կամ այլ քաղաքական հայացքներ ունեցող ներկայացուցիչների հետ։ Դրա կարիքը կա թե չկա առհասարակ, որովհետև շատերը դաշտում ասում են, դե մենք մեր մեդիաները ունենք եւ մեր ասելիքը ասում ենք, ինչ իմաստ ունի այստեղ այնտեղ լինել եւ խոսել այդ մասին։ Եվ հարցի մյուս կողմը թերևս համարում եք, որ Բարգավաճ Հայաստանը այս պայդրությամբ ժողովրդի պահանջները զգում է, գիտակցում է, թե քանի որ սա հաղթաթուղթ էր քաղաքացիական պայմանագիր կուսակցության, նրանք երկար ժամանակ ասում են, որ զգում են պահանջները, գործում են համահունչ, դրա համար էլ հաջողության հասնում են։ Հիմա ուզում եմ հասկանալ, Բարգավաճ Հայաստանը զգում է այդ տրամադրությունները։ Շնորհակալություն հարցի համար, շնորհակալություն հրավերի համար։ Նախ ինչ վերաբերվում է ձեր հարցի առաջին մասին, այո, պետք է խոսել բոլորի հետ, նույնիսկ այն մարդկանց հետ, ում հետ միգուցե, ներքուստ հաճելի չի խոսել, քանզի իրենք Ունեք քո հետ համաձայն չեն։ Եկեք համաձայնվենք առանց այլևայլությունների, երբ որ մարդիկ քո հետ համաձայն չեն, դիսկոմֆորտ է, դա նորմալ է։ Բայց դրա հետ մեկտեղ ավելի շատ դիսկոմֆորտ է, երբ որ դու եփվում ես քո պայմանական community ներսում, եւ այս պարագայում արդյունավետությունը քո խոսքի իջնում է, արդյունավետություն չկա ընդհանրապես, որովհետեւ միշտ առաջնորդվել եմ հետեւյալ սկզբունքով։ Երբ որ շատ միգուցե կոպիտ հնչի, բայց այնուամենայնիվ երբ որ Բայրակթարը խփում էր ռումբով, մեզ բոլորիս, օրինակ Արցախում, իրանք չէին նայում դու որ քաղաքական ուժից ես, ում ես ներկայացնում, ինչ քաղաքական նպատակներ ունես։ Երբ որ Թուրքիան եւ Ադրբեջանը այսօր օրինակ առաջ են մղում Արևմտյան Ադրբեջան կոնցեպտը, իրանք չեն ասում, որ այդ կոնցեպտը վերաբերում է միայն այն հայերին, ովքեր օրինակ իրանց ընդդիմանում են, Սա հավասարապես մեզ բոլորիս է վերաբերվում եւ այո, անհրաժեշտություն կա ոչ միայն շփվել մարդկանց հետ, այլ խոսել եւ միգուցե այնպիսի կարծիք դու լսես, որի ուղղակի մտքովը չի անցել եւ այս պարագայում դուրս գալ ոչ թե ինչ-որ ոսկյա միջինը, չգիտեմ ինչ է, այլ այն տեղեկատվական հոսքերի ներքո, որոնք ուղղակի ողողել են մեր տեղեկատվական դաշտը, փորձես քո տեսլականը, քո միտքը մարդկանց ասես, կընդունեն թե չէ, դա արդեն կապված է երկու գործոնից, քեզանից, որքան համոզիչ դու կլինես, եւ երկրորդը, որքան ճշմարիտ դու կլինես։ Ինչ վերաբերում է Բարգավաճ Հայաստանին։ Գագիկ Ծառուկյանը մի կոնցեպտ է առաջ մղել, կոչվում է առաջարկ Հայաստանին, որը ըստ էության պատասխանում է ձեր հարցին, այսինքն այդ կապը ժողովրդի հետ, առաջին հերթին կապ ժողովրդի հետ արտահայտությունը ինքնին արդեն ոչ այդքան լիարժեք, հենց մենք էլ ժողովրդի մասին, մենք ենք ժողովուրդը, բոլորս, կապ չունի Բարգավաճից ես, այլ կուսակցությունից ես, չէ, բոլորս ժողովուրդ ենք։ Եվ հաշվի առնելով այն, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ բերեց այդ կոնցեպտը առաջարկ Հայաստանի, ինչ առաջարկեց Ծառուկյան, ասեց Ժորժ ջան, կան խնդիրներ, բոլորս առավոտից իրիկուն այդ խնդիրների մասին խոսում ենք։ Լուծումները ով գիտի, եկեք միասին նստենք, լուծումները համակարգենք, շատ գեղեցիկ ձևով եւ ամենակարևորը ճշգրիտ ձևով ձևակերպենք ու փորձենք բոլորս, կապ չունի դու որ կուսակցությունից ես, որտեղից ես, զուր չէ, որ առաջարկ Հայաստանին վերկուսակցական պլատֆորմ է, որը ըստ էության Բարգավաճ Հայաստանի պլատֆորմը չէ, բոլորիսն է, նույնիսկ այն մարդկանց, ովքեր միգուցե Բարգավաճ Հայաստանի հետ համաձայն չեն որպես քաղաքական ուժ, բայց այնուամենայնիվ համաձայն են նրա հետ, որ այս խնդիրը պետք է լուծվի, օրինակ, այսինչ մի եղանակով։ Եվ այստեղ, երբ որ դուք ասում եք կապը ժողովրդի, մենք խնդիր չունենք ապացուցենք ժողովրդին կապի պահը, դա ժողովուրդն է ցույց տալի կապի պահը եւ կապի խորությունը մեզ հետ եւ այո, մի քիչ իմ համար տարօրինակ է լսել մենք ժողովրդի հետ
այդ օրգանական դրանք են, չէ՞, սիմպտոմ, օրգանական կապ են, որ շուշուտ է իշխանությունը օգտագործում, հենց մենք մասնիկն ենք ժողովրդի։ Հասկանում եք։ Մեր հաղորդաշարը սովորաբար այն մասին է, թե ինչ խնդիրներ կան եւ որոնք են լուծման տարբերակները, դրա համար ընտրություն ամենավին էլ պատահական չէ, որ հենց առաջարկ Հայաստանը ներկայացնող ենք հրավիրել եւ մենք ուզում ենք հասկանալ նախ հիմնական top նյութերը, թեմաները, որ խնդիրները որ լուծում կստանան առաջարկ Հայաստանի շրջանակով եւ երկրորդը դուք արդեն շեշտեցիք, որ սա վերկուսակցական կարծես թե ավելի պլատֆորմ է եւ սա արդյոք բացատրում է այն հանգամանքը, որում իդեպ մեղադրվում է առաջարկ Հայաստանի ներկայացուցիչները, այսպես ճամբարափոխության հետ կապված, որ այս թիմից էին եկան ձեզ մոտ, սա ինչ է, սա իրապես ճամբարափոխություն է, թե բոլոր դեպքերում հանուն քայլ է, ոչ թե շահադիտական նպատակներով, որտեղ ավելի հարմար է, այնտեղ էլ կացություն լինի։ Ցավոք սա էլ է ոչ լիարժեք, որովհետեւ ոչ լիարժեք տեսլական չկա Հայաստանում քաղաքական թիմ, որտեղ չլինեին Բարգավաճ Հայաստանի նախկինում ներկայացուցիչներ, չկա ուղղակի իշխանությունից, վերցված, միջազգային top դեմքեր, ինչպես, ասում են, վերջացրած անդիմադիր, շատ նորմալ ենք վերաբերվում, որովհետեւ գիտեք, բավական է կիսել եւ բավական է կեղեքել քաղաքական դաշտ, ամեն մարդ իզորու է հենց ինքը որոշի, որ քաղաքական ուժը, որ պահին իր հետ է կամ իր դեմ է կամ ինքը համակրում է կամ չի համակրում, ստեղ կարծում եմ անպտուղ է առհասարակ սա փորձել վերլուծության նյութ դարձնել։ Ինչ վերաբերվում է կոնկրետ, եթե վերցնենք այն մարդկանց, ովքեր օրինակ առաջարկ Հայաստանի շուրջ համախմբվել են, իրենք համախմբվել են գաղափարի շուրջ, գաղափարը հետևյալն է։ Մենք ունենք խնդիր։ Խնդիրը Հայաստանի Հանրապետության ներկա իրավիճակն է, որը ցավոք շատ ծանր է։ Որքան էլ մեզ հակառակը համոզեն, տրենգի պարեն, պերաշկի ներողություն այս արտահայտության համար, կամ այլ սննդամթերք ուտեն կամերաների դեմը, այնուամենայնիվ խնդիրները այնքան շատ են, որ այդ խնդիրների լուծումը ես ավելի քան համոզված եմ մի հոգու լուծելու բան չի։ Եվ երկար մտորելուց հետո պարոն Ծառուկյանը մի շատ հետաքրքիր ելք տա, որ մի րոպե, եթե սա մի հոգու լուծելու բան չի, բա ոնց պետք է լինի։ Եվ պատասխանը ինքնին եկավ հենց հարցադրումից, որ այո, մենք բոլորս պետք է հասկանանք ինչպես են լուծում հարցերը։ Օրինակ, անվտանգային հարցը։ Սա է հիմնական խնդիրը, որը ստեղծվել է մեր երկրում եւ սրանից են բխում մեր մնացած խնդիրները։ Ամեն ինչ առաջնայինը միշտ անվտանգությունն է։ Եթե չկա անվտանգություն, չկա ոչ մի բան, դու չես կարող կառուցես ամուր տնտեսություն, սոցիալական բլոկ եւ այլն, երբ որ դու չունես իրականում անվտանգ, դու չունես իրականում խաղաղություն։ Ոչ թե այն շինծու նախընտրական հրադադարը, սենց ձեր, սենց գիտեք, սենց մի տեսակ, այսպես ձերի հպումով, որ թուրքերը, ադրբեջանցիները այս իշխանությանը տվեցին ժամանակ, որ հանգիստ իրենց նախընտրական այդ գործընթացը ավարտեն եւ ի վերջո գան այն զիջումների, որոնց մասին իշխանությունը չգիտես ինչու շատ հպարտորեն խոսում է, առհասարակ մեր իշխանությունը շատ հետաքրքիր է, գիտեք ինչ արմով, իրանք հպարտորեն անեն սարսափելի բաների մասին են խոսում։ Որտես հպարտանում են, որ իրանք Արցախ են հանձնել, հպարտանում են, որ պետքա վերաձևափոխեն օրինակ սահմանադրությունը ըստ էության դարձնելով սահմանադրությունը արևմտյան Ադրբեջանի համար իրավական հիմք կամ օրինակ sense հպարտորեն խոսում են, որ մենք պետք է, չգիտենք, հասկանանք, որ մեր հայրենիքը մեր պետության սահմանների մեջ է, դրանից ինչ է դուրս տալի, ներողություն, էլի 1000 անգամ փորձելով են թացը չորի հետ խառնել, հասկանում եք, այսինքն sense մի մանևրելու հնարավորություն կա, չէ՞, կեսը ճշմարտություն, կեսը այո, չէ, դե իհարկե, բայց դա ասվում է հպարտությամբ եւ sense լուրջ դեմք, ուրեմն եկեք գաղտնիք բացենք, աբսուրդը, մարազմը, երբ որ ասվում է, դեմքի լուրջ արտահայտությամբ, ինքը դրանից աբսուրդ եւ մարազմ չի դադարում լինել։ Ինքը պարզապես դառնում է լուրջ դեմքով արտահայտված մարազմ։ Խոսքը գնում է օրինակ նույն այն խաղաղության, որ իրանք ասում են խաղաղություն են բերել։
Այսօր արդեն մենք ապրում ենք խաղաղության։ Հարց ենք տալի, տեսեք, եկեք այսօր փորձենք դուրս գանք ընդդիմություն իշխանություն տիրույթից եւ պարզապես տրամաբանենք։ Կարծում եմ տրամաբանությունը լավ բան է, չէ՞։ Ուրեմն հարգելի հեռուստադիտողներ, մոռանում ենք բոլոր նախապատվությունները, ով ումա հավանում, հա, ասենց ասենք։ Եվ փորձում ենք տրամաբանենք։ Օրինակ, իշխանությունը ասում է, որ իրենք բերել են խաղաղություն։ 5 րոպե հետո ձեզ ասում է, որ եթե իրենք չլինեն, խաղաղությունը չի լինի։ Այսինքն իրենք իրենց հերքեցին, որովհետև եթե իրենք բերել են խաղաղություն, ապա այդ խաղաղությունը չպետք է, չէ, կապված լինի այս կամ այն քաղաքական գործչի կամ համակարգի հետ։ 1. Երկրորդը, ինչ իրենք նկատի ունեն խաղաղություն ասելով։ Եկեք սա էլ հասկանանք։ Շեշտում են սահմանին չկա կրակոց։ Ահա, սահմանին չկա։ Իսկ ինչի համար էր սահմանին կրակոցները նախկինում։ Երբ որ նախկինում թուրքը կամ ադրբեջանցին կրակում էր, ինչ որ բաներ չէ փորձում ստանալ դիմացը կրակելով։ Հիմա եթե այս իշխանությունը տալիս է այն ինչ ինքը ուզում է ստանա, էլ թուրքին ադրբեջանցուն կրակելու իմաստը ո՞րն է։ Տրամաբանում ենք, տեսեք, մոռացեք Ժորժան։ Ստեղ նայեք եւ մոռացեք ով որ քաղաքական ուժն է ներկայացնում, տրամաբանում ենք։ Չորդ երբ որ խոսում են sense որ տեսեք շահարկում են ամենավատ ձևերով մեր սուրբ նահատակների հիշատակը ասելով որ հիմա չեն կրակում սահմանի բերանը, ես հարց եմ տալիս վերջին 4 ամսվա ընթացքում 5-ը ոչ մարտական պայմաններում զոհ ունենք, 5 լույս տղեկ գնացին են աշխարհ։ Բասա ոնց բացատրենք։ Հասկանում եք, խնդիրը նրանումն է, որ համակարգը, որը իշխանությունը փորձում է ներկայացնել որպես խաղաղություն, ինքը խաղաղություն չի։ Ինքը մի սուրագատ է, էվտանազիայի էլեմենտներով, այսինքն ցավազրկման եւ օրգանիզմը մահացման մեզ ինչ են ասում, ասում են մենք հեսա թուղթ կստորագրենք եւ մեր ամենաուժեղ կողմը ուշադրություն ուղակի մարդու գլխի մեջ չի տեղավորում, դա մեր միջազգային լեգիտիմությունն է։ Ըստ երևույթի եկեք գաղտնիք բացենք իշխանության համար։ Իրանք չգիտեն դրա մասին։ Իրանք օրինակ չգիտեն, որ Իրանում պատերազմ է։ Որովհետև եթե իմանային, իրանք տենց հիմար բաներ չէին խոսա, որը ընդհանրապես լեգիտիմության, հա, ապացուցելու կարիքը չուներ առհասարակ իր տարածքի եւ այլ խնդիր։ Սիրանել կերեքեցին, քրքրեցին, ինքն էլ իմիջիալոս դելիմիտացված եւ դեմարկացված սահմաններ ուներ։ Ասեմ ավելին, իշխանության բարեկամ եւ ընկեր եւ տենց ուժեղ գործընկեր, կրթված մարդ Ոման Ալիև Իլհամը իրանց դեմքին ասել է, հենց իրանց դեմքին ասել է, հետեւյալ որ իրան միևնույնն է ինքը ինչ կստորագրի, թե չի ստորագրի։ Միջազգային իրավունքը չի աշխատում եւ աշխատում է ուժի գործունը։ Այսինքն երկու հիմնական հենքը, որի վրա սրանք խաղաղություն են իբր մեզ բերել։ Հենց այն կոնտրագենտը ում է դու պետք է խաղաղությունը կնքես, մենակ քեզնից չի, չէ՞։ Ինքը ասում է ինձ էդի չի հետարկվում։ Առհասարակ աշխարհի գերտերությունները ապացուցում են այս պայդրությամբ, որ այո, ուժը իշխանությունը տեղյակ չի։ Որտեղ ուժն է, այնտեղ Եկեք սենց անենք, անմեղության կանխավարկածը չխախտենք։ Իրանք տեղյակ չեն, որ պատերազմ է Իրանում, իրանք տեղյակ չեն, որ առհասարակ վերաձևավորվում է ամբողջ համաշխարհային իրավական համակարգը։ Իրանք չգիտեն դրա մասին, միամիտ մարդ են, տենց իրանք ոնց են ասում։ Չէ, ես հասկանում եք, ես ուրիշ ձև չեմ կարող արդեն խոսել։ Այս իրավիճակում ինչ կարող է այլ բան առաջարկ Հայաստանը, Բարգավաճ Հայաստանը, եթե ամբողջ աշխարհը դեռևս նոր է, հա, ձևափոխման փուլում եւ ոչ ոք չգիտի ինչ է լինելու, որքան էլ որ անեն կանխատեսումներ, դրանք 100%-անոց լինել չեն կարող, չէ՞։ Տեսեք, մենք կարող ենք 100%-անոց կանխատեսում անել առայն, որ աշխարհը փոխվում է։ Սա 100%։ 100% կարանք կանխատեսում անենք, որ եթե խաղաղությունը երաշխավորված չէ, ինքը խաղաղություն չի։ Այսինքն ինքը լավագույն դեպքում ճակերտներում զինադադար է։ Հիշենք Իրանը։ Ձեր կարծիքով Իրանը Հայաստանից ավելի մեծ ներուժ ունի ռազմական։ Բնականաբար։ Իսկ պոտենցիալ։ Բնականաբար։ Իսկ Իրանը ըստ ձեզ էֆեկտիվ է դիմադրում Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին։ Կարծում եմ ոչ ոք չէր հավատում, որ այսպիսի դիմադրություն կլինի։ Գիտեք ինչի համար եմ հարցնում։ Այսքանից հետո
Իրանը ասում է հետեւյալը, որ իրեն պետք է խաղաղությունը, ինքը խաղաղության ջատագով է, բայց երաշխավորված, նույնիսկ այդ պոտենցիալ ունեցող պետությունը ասում է պետք է լինի երաշխավորված խաղաղություն։ Այլ խոսք, որ իշխանությունը նենգա փոխում, ասում է երաշխավորներ պետք է լինեն։ Ոչ։ Երաշխավորված խաղաղության կոնցեպտը ենթադրում է ճարտարապետություն անվտանգային, որտեղ կան երաշխավորներ, որտեղ կա ներքին համերաշխություն, որտեղ կա տնտեսության անպայման պտի չէ։ Այդ ամենը, այսինքն ինստիտուցիոնալ Այո, եւ կապ չունի ով է իշխանության, սա է ամենակարևորը, ժողովուրդ ջան, ով ուզում է լինի, երբ որ դու կառուցում ես մի համակարգ, որը կապ չունի ով է իշխանության գլխին, եթե իհարկե այդ իշխանության գլխին չի գալի ու չի քանդում համակարգը, այլ հենվում է այդ համակարգի վրա, կապ չունի, այդ պարագայում դա է խաղաղությունը, ոչ թե դատարկ թուղթ ստորագրելը դիմացը ինչ կա չկա հանձնելով, այո, ես պնդում եմ, անունը դնելով, որ դա արվում է պետության համար, գիտեք դա ինչի նման է, ոնց որ մեկը գա ասի գլուխը ցավում է, բժիշկը մուրճով տա գլխին, ասի այդ ինչ ես անում, ասես սա բուժման ձև է, դու չգիտես։ Դες պետք է խփեմ, դες մուրճով գլխից կդիմանաս, բայց իմացի մի բան, որ սա արվում է հանուն նրա, որ դու ցավ չունենաս։ Դες աբսուրդ է, բայց մենք այս իրավիճակում ենք։ Այն կոնցեպտը, որը առաջ է տանում իշխանությունը, չունի ընդհանրապես աղերս խաղաղության հետ, ինքը աղերս ունի նախընտրական հրադադարի։ Վերջ։ Պարոն Աբովյան, հերակա բանավեճ կա Բարգավաճ Հայաստանի եւ իշխանության միջև, որովհետեւ երաշխավորները ասելուց Բարգավաճ Հայաստանը եւ ընդդիմությունը մեղադրում է Ալիևին եւ այլն, եւ որ կասկածելի չափազանց կասկածելի երաշխավոր կարող է լինել, թերևս անտրամաբանական Ադրբեջանը նույն Ադրբեջանի եւ Ալիևը կարող են լինել մեր խաղաղության երաշխավորը, բայց միևնույն ժամանակ քաղաքացիական պայմանագիրն էլ ասում է իսկ ով կարող է լինել, արդյոք լինելու է Լուկաշենկոն եւ Պուտինը։ Ցավով եմ արձանագրում, որ ինտելեկտուալ մակարդակը ըստ երևույթի քաղաքացիական պայմանագրի այդ մտքերը արտահայտողների այնքան չի համապատասխանում իրականությանը, օրինակ չեն հասկանում կամ գիտեք ձևացնում են ըստ երևույթի, որ չեն հասկանում, որ երաշխավորված խաղաղությունը ենթադրում է ոչ միայն երաշխավորների ինստիտուտ 3, 4, 5 պետություն, խոշոր խաղացողներ, ում ձեռնտու է քու երկիրը մնա, ձեռնտու է Չինաստանն, Ռուսաստանն, Իրանն, ինչու ոչ ինչ-որ մի բան, Եվրոպան, Միացյալ Նահանգները կապ չունի։ Այսինքն էթնոքաղաքական միավորներ, ովքեր այսօր հարցեր են լուծում երկրագնդի մասշտաբով, եւ իրենց պետք է ձեռնտու լինի, որ դու լինես։ Այս իշխանությունը անում է ամեն ինչ, որ ոչ մեկին ձեռնտու չլինի, որ Հայաստանը ֆիզիկապես գոյություն ունենա, որովհետեւ հակադրում է իրան նվազագույնը տրամաբանությանը։ Եվ հակադրում է շահերին, թրիփը ինչ էր։ Եվ ես վերջացնեմ, եւ երբ որ դուք ասում եք հերակա բանավեճ, մենք չունենք իրանց այդ հերակա բանավեճ, որովհետեւ բանավեճը նվազագույնն է, ենթադրում է տրամաբանական ինչ-որ մի եզրույթներ։ Եվ այստեղ ոչ թե Բելարուսիա, Ռուսաստան, չտեսեք շիշակից ցածր են իջացնում, այլ երաշխավորների ինստիտուտը էլեմենտներից մեկն է ընդամենը երաշխավորված խաղաղության։ Եթե դու չունեցար մարտունակ բանակ, եթե դու չունեցար կոնկուրենտ տնտեսություն, եթե դու չունեցար դիվանագիտություն, նվազագույնով պաշտպանում է երկրի շահերը եւ արտաքին քաղաքականություն, ուզում ես 150 երաշխավոր բեր չի լինի խաղաղություն։ Բայց եթե դու այդ կոմպլեքսը կառուցում ես երաշխավորներով, պետություններով, քու ներքին համերաշխությունով, բանակով, տնտեսությունով եւ այլն, այդ պարագայում դու մի քանի շերտանի համակարգ ես կառուցում, որի վրա հիմնվում է խաղաղությունը եւ որը ըստ էության կապ չունի ով է իշխանության գլխին, այսինքն որ կուսակցությունն է։ Մենք հո կներեք, որ ասում եմ, մենք մեր պատրանքների ձեռով գերի չենք ընկել։ Ամեն անգամ պետք է իշխանություն փոխվի ու պետք է ամեն ինչ այսպես ժժնի ու ամեն ինչ բանը, այդպես խառնի գցի մի կողմ։ Ինչ եք խոսում։ Դից չի ստացվի։ Մեր առաջարկած մոդելը ինքը չի դիտարկում իշխանությանը որպես երաշխավոր, ինքը դիտարկում է իշխանությանը որպես երաշխավորված խաղաղության սպառող, այսինքն ինքն է նաև սպառող։ Այո։
Պարոն Աբովյան, մեղադրվում եք դուք նաև, անձամբ դուք չէ, ձեր թիմը, եռագլուխ պատերազմի կուսակցություն եք կոչվել արդեն վերջին շրջանում այսպես են բնորոշում, որտեղ է այստեղ ճշմարտությունը, դուք ասում եք պատերազմի համար երաշխիքային ինստիտուցիոնալ մեխանիզմներ պիտի լինեն, որքանով հնարավոր է իրատեսական է, արդյոք մենք Հայաստանը ասելով այս պայծրությամբ ի վիճակի է ռիսկի դիմել, եթե այսպես ձևակերպենք, եւ ասել, որ ես մարտունակ բանակ պիտի կառուցեմ, հասկանալով հանդերձ, որ վերջին 8 տարիներին ամեն դեպքում մենք ապրում ենք այն իրականության մեջ, որը թելադրում է օրինակ նույն այսօր առավոտյան մեր երկրի վարչապետը, որ եթե մենք նման հայտ, մենք պիտի ունենանք բանակ, բայց այն պիտի լինի պաշտպանողական, այլ ոչ թե ես հարցակողական բանակը դա մարտունակ բանակն է, հա նույնն է, իսկ միգուցե պաշտպանողական բանակն է մարտունակ բանակը։ Հասկանում եք, այս իշխանության նենգափոխության մակարդակը այնպիսին է, որ իրենք ինչ ասում են, պետք է 180 աստիճան հակառակ հասկանաս։ Երբ որ իրանք բղավում էին Արցախ Հայաստանը եւ վերջ, պետք է 180 աստիճան հակառակ հասկանաս, ինչը իրենք հետագայում ապացուցեցին, չէ՞, որ հիմա նույն եռանդով ղժում են, բղավում են, գոռում են, կռիվ են տալի մեր հետ, ասելով որ Արցախը Ադրբեջան է եւ վերջ։ Ինչ վերաբերում է եռագլուխ պատերազմի կուսակցությանը, այստեղ էլ եկեք ֆիքսենք հետևյալը, ժողովուրդը մարդիկ թիթերի հիշողություն չունեն, այս իշխանության հիմնական խաղաքարտը գիտեք որն է, տեղեկատվական տերորի միջոցով մարդկանց թիթերի հիշողության մակարդակի հասցնել, մարդիկ չեն հիշում ում օրոքա վրա պատերազմներ եղել, մարդիկ չեն հիշում ում օրոքա արևմտյան Ադրբեջանի կոնցեպտը առաջ մղվել, մարդիկ չեն հիշում ում օրոքա Հայաստանի տարածքները օկուպացվել, եւ ի վերջո տրամաբանենք, չկա անդիմության մեջ գետ մեկով ասում ես ուզում եմ պատերազմ, չկա գետ մեկով ասում ես կհրահարեմ պատերազմ, չկա գետ մեկը որ ասում վերջ գնում ենք ազատագրենք Արցախը եւ արևմտյան Հայաստանը, ես վերջացնեմ, եւ գալիս է ամենակարևորը, չկա գետ մեկը, ով ասում է մենք պետք է գնանք կոնֆրոնտացիայի, հակառակը Թուրքիան եւ Ադրբեջանը պնդում են, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է մտնի իրանց օրբիտա, իսկ իրենց վերջնանպատակը արևմտյան Ադրբեջան ձևավորելն է, եւ ես չեմ ասում, հայտարարել է Ադրբեջանը։ Հիմա Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործողությունները խրախուսում են արևմտյան Ադրբեջան ձևավորելու գործընթացը։ Ուղղակի են, անուղղակի չէ, ուղղակի են խրախուսում սահմանադրության ոչնչացում։ Տեսեք առավոտից երեկո բղավում են, որ արցախցիների վերադարձի մասին մի խոսացեք, ադրբեջանցու դուրը չի գա, բայց նկատել եք, որ հենց Արցախը հայաթափությունը եղավ Արցախով, հենց Արցախը օկուպացվեց 15 րոպե հետո բառացի առաջ մղվեց Հայաստանի տարածքում բնակեցնել 100,000-ավոր ադրբեջանցիներ։ Եվ դա բնավ կապ չունի մեր իրավունքի հետ վերադառնալ մեր հայրենիք։ Ընդհանրապես, ասեմ ավելին, որքան դու չես խոսում արցախցիների վերադարձի իրավունքի մասին, այդքան ավելի շատ քո վրա ճնշում է գործադրում, որ դու բնակեցնես, համաձայնություն տաս բնակեցվեն ադրբեջանցիները քո տարածքում, հակառակ process է։ Հիմա այսքանից հետո է եռագլուխ պատերազմի կուսակցությունը, կարող է Թուրքիայի, Ադրբեջանի եւ ներկա Հայաստանի Հանրապետության իշխանություններն են։ Տենց է ստացվում։ Պարոն Աբովյան, հիմա ինչու պիտի ժողովուրդը վստահի ձեր խոսքին, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի, որովհետև Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն արդեն կարծես թե խոստումով, որ վաղն առավոտյան եւս լսելու ենք իր թեզերը եւ այլն, այս ինֆորմացիան շարունակաբար ակտիվորեն քարոզվում է։ Շատ բարձ պատճառով, որովհետև իմ խոսքերը հիմնված են ճշմարտության տրամաբանության եւ այն ապրումների եւ այն իրականության, որը այսօր գոյություն ունի, իսկ Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքական ուժի միայն եւ միայն պատրանքների, ստի եւ ըստ էության ինչ-որ մտածածին խոստումների։ Ես այսքան ժամանակ տեսեք խոսում եք, բան խոստացա, շո բան խոստացել եմ, չեմ խոս, ես ընդհանրապես մարդկանց ասում եմ, այնինչ իրենք առանց իմ ասելու էլ գիտեն։ Ստե խնդիրը գիտեք ինչու՞մն է, պարզապես որ այդ
Մեր իմացածը մի հատ իրար գլուխ հավաքենք նայենք։ Մենք ունենք խնդիր, մեզ ասում են մի առ երեսվեք ճշմարտության հետ ու կլինեք չաղու բախտավոր։ Չէ, ժողովուրդ։ Պարոն Աբովյան, սահմանադրության մեջ դուք ինչ կփոխեք, առաջարկ Հայաստանին ինչ է ասում սահմանադրությունը։ Տեսեք, ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների, ոչ մի պարագայում կարող ենք այս գլխից էլ ասել, ինչը չպետք է փոխվի, չպետք է սահմանադրությունից հանվի պետական եւ ազգային կոմպոնենտը, ոչ մի պարագայում։ Սահմանադրությունը չպետք է դառնա օֆիսային օֆիս կառավարման կանոնակարգ, ինչը ըստ էության այս իշխանությունը փորձում է անի, որովհետև պնդումը Ադրբեջանի կողմից սահմանադրության փոփոխության ինքը առհասարակ կապ չունի Արցախի հետ։ Նույնիսկ Հայաստանի սահմանադրական դատարանը, երբ որ ասես դե հղումը Արցախի վրա չի ազդում սահմանադրության վրա, այդքանից հետո ինչի համար է Ադրբեջանը պնդում, շատ պարզ, իրենք նախապատրաստում են իրավական հիմք Արևմտյան Ադրբեջան ձևավորելու համար։ Ինչ վերաբերում է մեզ, ապա կարող եմ միանշանակ ասել, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը պետք է լինի Հայաստանի Հանրապետության սահմանադրություն, որքան էլ բանալ չի հնչում այս ամենը, հա, որքան էլ փոփոխության ենթակա է ձեր կարծիքով։ Տեսեք, կարծում եմ սա արդեն լայն քննարկման առարկա է եւ փոփոխությունների մասին պետք է խոսի առաջին հերթին ժողովուրդը, այլ ոչ թե մտածածին, հա, կարծիքների լիդերները, ովքեր տենց ինչ որ կարող է մեկ էլ մտածեն, ասեն, վայ, սահմանադրության մեջ մասի սարը կա, էդի վտանգում է։ Իսկ միգուցե վտանգում, հա, համաձայն իրենց տրամաբանության։ Վաղը կասեն սահմանադրությունը հայերեն տառերով է գրված։ Էդի մոդայիկ չի, թուրքերին էլ ջղայնացնում է, եկեք լատինատար գրենք։ Այսինքն սա է աբսուրդի, հասկանում եք գագաթնակետը։ Պարոն Աբովյան, ինչ տնտեսական առաջարկ եք անում, որտեղ ընդդիմության կարևորագույն թևերը, այսպես ասենք, իրենցից ուժ ներկայացնող թևերը, կարծես թե տնտեսական առաջարկներ են ավելի շատ անում, ձեր կարծիքով ինչու հենց ձեր առաջարկներին պիտի համաձայնի, որն է հիմնական առաջարկը, եւ չեք կարծում, որ իդեմս Գագիկ Ծառուկյանի նաև մյուս կուսակցություններ եւս կարծես մեծահարուստ գործարար մարդիկ են եւ ժողովուրդը այնքան էլ դրական չէ սովորաբար վերաբերվում կամ արտահայտվում հարստացած մարդկանց նկատմամբ կարծելով թե այդ հարստացումը միշտ չէ որ մաքուր ճանապարհով է լինում։ Այստեղ պետք է դուրս գալ կրկին այդ գիտեք մարդկանց տարիների վեր հա տենց ինչ որ բաներ են արել սովորացրել են խելքները կերել են, լվացել են, ֆեյք նորություններ են տարածել, գոյություն ունի հետևյալը։ Դու կարող ես սիրես, չսիրես, հա, այս կամ այն մեծահարուստին, բայց դու պետք է հասկանաս մի բան։ Տնտեսությունը, հա, Հայաստանի Հանրապետության գտնվում է իրականում ծանրագույն իրավիճակում։ Ինչի համար, որովհետև օրինակ մենք չունենք խոշորագույն, հա, ասենց ենթակառուցվածքային մեծ պրոյեկտներ։ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր եւ դա իմիջիալից զետեղված է առաջարկ Հայաստանի կոնցեպտի մեջ, որ այո 4-5 խոշոր պրոյեկտներ, որոնք հնարավոր է իրականացնել, դուք մոլիբդենի հետ կապված գյուղամթերքի, հա, վերամշակման եւ այլն, այսինքն 4-5 խոշոր պրոյեկտներ, որոնք ըստ էության туриզմի հետ կապված հատիս սարի գլխին Հիսուսի արձանն է կառուցվում։ Այո, ինքը չի դիտարկվել եւ չի դիտարկվում եւ չի դիտարկվի Գագիկ Ծառուկյանի կողմից որպես բիզնես պրոյեկտ։ Ես պարզապես գիտեմ ի սկզբանե ոնց է դա արվել, բայց այնուամենայնիվ այսօր ներողություն Շպիգել, то, չգիտեմ, հա, խոշորագույն մամուլը խոսում է Հիսուսի արձանի մասին աշխարհում ամենաբարձրի եւ այսօր մենք ունենք արդեն իսկ հասկանում ենք, չէ՞, միլիոնավոր մարդիկ են գալու։ Գալու են, որտեղ են այդ մարդիկ մնալու։ Ինչ են ուտելու, ոնց է լինելու։ Ամեն տուրիստի գրպանում 1000-2000-3000 դոլար փող պետք է լինի, չէ՞ որ ինքը դուրս է գալի։ Պատկերացնում եք այդ կոլոսալնի պրոյեկտը ոնց է աշխատելու տնտեսության համար։ Ես որպես օրինակ եմ բերում, ներողություն եմ խնդրում, որ գիտեք, ասես միգուցե կոնկրետ ավելի օրինակ էր, այո։ Հա, որ մենք հասկանանք ինչը։ Մի քանի ենթակառուցվածքային պրոյեկտներ, 4-5 խոշոր պրոյեկտներ, նույն մոլիբդենը։ Մի բանա հումքն ես հանում, մի բանա որ այստեղ դու մոլիբդենը հանում ես եւ օրինակ ձուլակտորներ ես ստանում։ Օրինակ, հասկանում եք։ Եվ այդ օրինակները բազմաթիվ են։ Մի բանա դու հանում ես գյուղմթերք, մի բանա մշակված գյուղմթերք ես հանում։
Արդեն իսկ ինչ-որ process ստացած, չէ, օրինակ, չգիտեմ, մուրաբաներ են եւ այլն, շատ ուղիղ եմ ասում։ Ինչ ունենք մենք այսօր։ Մենք այսօր ունենք մի абսուրդային իրավիճակ, երբ որ մեր սպառման շուկան, կարևորագույն շուկան ԵԱՏՄ-ն, իշխանությունը օրինակ որոշում է եւ շարժվում է դեպի այդ կողմ, չփոխարինել, ուղղակի փակել, որովհետեւ եվրոպական շուկան չի սպասում ոչ հայկական լոլիկը, ոչ հայկական ծիրանը, ոչ հայկական կոնյակը, ոչ հայկական թութունը չի սպասում։ Ինքը ունի հունական ծիրան, ինքը ունի իտալական լոլիկ, ինքը հասկանում եք չի եւ չի սպասելու։ Ինչի համար, որովհետև այդ մարդիկ եվրոպացիները, այո, դիտարկում են մեր պես պետություններին, Վրաստանին, Հայաստանին, Ուկրաինային, Մոլդովային, ընդհանրապես լոկ որպես թնդանոթային միս իրենց գեոպոլիտիկ գործընթացները ձևավորել։ Սա մեղադրելու չի եվրոպացիներին, տենց են նայում։ Եվ այո, տնտեսական բլոկը կամ ուրիշ բան ասեմ, մեղադրում են, ինչպես դուք ասացիք, խոշոր բիզնեսմեններին։ Մենք Գայք Ծառուկյանը ասում է, մեր հարկերը խոշորների ձեռ մի տվեք, այսինքն ոնց կա տենց լինի, դու ավելի էլ խստացրեք, բայց մանր եւ միջին բիզնեսի հարկերը հանեք։ Խեղտամահ եք անում։ Մարդիկ մի հատ պուճուրիկ, չգիտեմ, կրպակ ունի, մի հատ պուճուրիկ ինչ որ բիզնես ունի, այնքան կգան, այնքան կտան, այսպես կխեղտենք, կթքի ամեն ինչի վրա կգնա։ Յուրաքանչյուր տնտեսության հիմքը դա մի քանի մեծ խոշոր ենթակառուցվածքային պրոյեկտներ են եւ ամենակարևորը մանր եւ միջին բիզնեսը ինչ եք խեղդում այդ մարդկանց։ Ինչի եք խեղդում այդ մարդկանց։ Մտնում եք, չգիտեմ, շտրաֆներով խեղդել են, ես հասկանում եմ պարգևավճարների խնդիր կամ ուծելու։ Թե սովորել են, չէ՞։ Պարգևավճարների։ Պարոն Աբովյան, անձամբ շատ ուրախ էի, երբ առաջարկ Հայաստանին ձևավորվեց, որովհետև իմ տպավորությունով էլ պրոֆեսիոնալ մարդիկ են հավաքագրվել այդ գաղափարի շուրջ եւ կարծես կոնկրետ առաջարկներ են, կոնկրետ գործողությունների, ինչը իրապես ուրախալի է, որովհետև մենք ավելի շատ նախընտրական շրջաններում քարոզներ ենք լսում, խոստումներ, կենացների մակարդակով եւ հանկարծ կոնկրետ առաջարկներ։ Այս առումով մենք շատ ուրախ ենք, բայց կասկածանքներ են առաջացնում առաջարկ Հայաստանի հանդեպ, երբ չի հնչում վերջնական վարչապետի թեկնածուն, երբ է հնչելու այդ անունը եւ ինչ սպասենք առհասարակ այս առումով։ Շուտով մենք շատ պատասխանատու ենք մոտենում այդ հարցին եւ կարող ենք վստահաբար ասել, որ մեր վարչապետի թեկնածուն լինելու է ապագայի թեկնածու, Հայաստանի ապագայի թեկնածու։ Սա ես ձեզ խոստանում եմ, թույլ տվեք, ես ինտրիգ չեմ ձգում, չգիտեմ, հավատացեք ինձ։ Ամեն ինչ իր ժամանակին, բայց լավ է լինելու։ Շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, սպասենք առաջկա զարգացումներին, հասկանանք ավելի կոնկրետ եւ անենք մեր ընտրությունը արդեն։ Այսքանը կհանդիպենք մեր հաջորդ եթերաժամին ցտեսություն։